այսօր էլ կա։ Իդեպ այսօր Վարդան նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ձևակերպումներն է տվել, եթե դուք դիտում եք։ Ես լսեցի, ճիշտն ասած։ Կարող եք կրկնել իհարկե, եթե Սերժ Սարգսյանը սահմանը բացելու վերաբերյալ համոզիչ երաշխիքներ չունի, ինչի մասին հնարավոր է հասարակությունը տեղակ չի, ուրեմն մեր երկրի զիջումները անտեղի են եւ ինքնանպատակ, դա Վարդան Օսկանյանի ձևակերպումն է։ Ես համամիտ չեմ մի հարցում, այն հարցում, որ մենք բազմաթիվ զիջումներ արդեն արել ենք, դիմացը ոչինչ չստանալով դրանում, համամիտ եմ եւ ինքս Վարդան Օսկանյանից առաջ քանիցս ասել եմ այդ մասին, բայց մի հարցում համամիտ չեմ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ասելով չպետք է հասկանալ սահմանների բացում։ Խնդիրը սահմանների բացումը չէ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չէ։ Դրանով հարաբերությունները չեն կարգավորվում։ Խնդիրը Թուրքիայի, Հայաստանի եւ հայության նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումն է, որովհետեւ կարելի է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, կարելի է սահմանները բացել, այնուհետև շարունակել այս նույն այսօրվա թշնամական քաղաքականությունը այլ միջոցներով, այլ եղանակներով, օրինակ տնտեսական ներխուժմամբ, հոգեբանական պատերազմը արդեն ավելի շատ ներմուծելով Հայաստան, ժողովրդագրական տեղաշարժեր առաջացնելով հայերին Հայաստանից հանելով, արդեն իսկ մենք ճգնաժամի մեջ ենք ժողովրդագրական, եւս մի 100,000 հայ համար, եթե աշխատատեղեր իրենք պետականորեն ստեղծեն Թուրքիայում, այստեղից տանեն եւս 100,000 հայ, մի 50,000 էլ բերեն Հայաստան, դրանով կարելի ասել Հայաստանի անվտանգությունը ամբողջությամբ կխարխլվի։ Իդեպ ես ասեմ, որ նախագահ Գյուլը արդեն իսկ ասել էր, որ այո, պետք է սահմաններին մեր ստեղծել ինչ-որ արդյունաբերական շրջաններ, այսինքն եթե սահմանի մասին խոսվում է, որ ինչ-որ արդյունաբերական շրջաններ են ստեղծվում, ուրեմն հենց այդ ժողովրդագրական շարժերն էլ տեղի են ունենալու եւ դրանք նախատեսված են։ Այսօր այնինչ կատարվում է, ուղղակի մի այսպես պարզունակ քարոզչություն է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում։ Մի տերմին, մյուս տերմինը հայ-թուրքական հարաբերությունների ձնհալ, ֆուտբոլային դիվանագիտություն, սրանք պարզունակ քարոզչական կլիշեներ են, որոնք մթագնում են այն, ինչ մենք գիտենք կա իրականում։ Այդ իրականությունը մթագնում է եւ այսօր մեր ժողովրդի մի զգալի մասը ցավոք սրտի կարծես տրվել է այդ քարոզչությանը։ Շնորհակալություն իհարկե ասացույցի համար։ Ինչպես դուք նշեցիք, այն հաստատությունը, որը շատ մեծ առաքելություն է կատարում այս հայդատի գործում, դա Ծիծեռնակաբերդից է հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն է եւ կրկին վերադառնալով այսօր Հայկ Դեմոյանի հարցազրույցին, նշեմ, որ պարոն Դեմոյանը այսօր հայտարարել էր, որ ցանկության դեպքում ինքը կարող է դատարան հայց ներկայացնել Երկիր մեդիա հեռուստաընկերության դեմ զրպարտության համար։ Մենք մեր հերթին հայտարարում ենք, որ պատրաստ ենք դատական գործընթացին եւ պատրաստ ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը։ Այսքանը շնորհակալություն, հիշեցնեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին։ Շնորհակալություն։